1918 թվականի մայիսի 28-ին Մայիսյան հերոսամարտերից, Սարդարապատից, Բաշապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը։ 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում Արամյանց տանը բուռն քննարկումներից հետո Հայոց ազգային խորհուրդը վճռեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Ընկերներ, երկրի համար շատ բարդ ժամանակներ են, երիտուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներ, շուրջ 300,000 մարդ, 40,000-ից ավելի որբ երեխաներ ապաստանել են Հայաստանում։ Սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի արձակումը, ինչպես նաև ռուսական կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը մեզ ծանր վիճակի մեջ են դրել։ Դուք ճիշտ եք, անպայման, անհրաժեշտ է պատվիրակություն ուղարկել Բաթում Թուրքիայի հետ բանակցելու, առաջարկում եմ Քաջազնունու, Խատիսյանի, Պապաջյանի թեկնածությունը։ Ինչ կարծիք եք, Խատիսյան։ Մտահոգիչ է։ Պարոն մենք բոլորս գիտենք, որ վաղ լրանում է թուրքերի կողմից տրված վերջնագրի երրորդյա ժամկետը։ Բաթումի կմեկնենք հենց այսօր, իսկ դուք ինչ կասեք, Հովհաննես։ Անհրաժեշտ է Աստծուն հուգել անունակախ Հայաստանին։ Ադրբեջան Օսմանյան կայսրության օժանդակությամբ, Վրաստանը Գերմանիայի անկախություն կնքեցին, իսկ մենք հայերը ստիպված ենք ինքնուրույն ձեռնարկել մեր անկախության հարցը։ Ընկերներ, եկեք մամուլում հրապարակենք Նիկոլ Աղբալյանի մշակած անկախության հռչակագիրը։ Հունիսի սկզբին հրապարակվեց այսպիսի հաղորդագրություն. Հայոց ազգային խորհուրդը այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել հայկական պետության անկախությունը։ Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն։ Մայիսի 28-ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28-ը կտոնվի իբրև համազգային աներկելի ամենամեծ տոն։ Եվ ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև։